բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ Ռուսաստանը Ուկրաինայում կիրառում է տակտիկա վիժնեի զիմլի, հա, ամայացնելու այդ մարտավարությունը, բայց ռուսական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել վերականգնել Ուկրաինան, եւ եթե մենք խոսում ենք հակամարտության ավարտի մասին, ապա այստեղ հարց է առաջանում, ինչ է լինելու ճակատագիրը, միգուցե կրկնվի գերմանական մոտեցումը, երբ որ կիսվեց Գերմանիան, կամ Ուկրաինան արժանանա կորեական թերակղզու ճակատագրին, որտեղ ակնհայտ է, որ գոնե ինչ-որ մաս արևմտյան հատվածը, հա, գոնե կմնա արևմուտքին, կամ լեհերը կվերցնեն։ Նայեք, Ռուսաստան նախագահը ասել է, կոնկրետ այդ տարածքների հետ կապված 3 պետության պատմական տարածքները, որ Ստալինի ժամանակ չէ միացվել Ուկրաինային։ Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա։ Այդ նշած տարածքներն արևմտյան 5 շրջաններ։ Իսկ ասել է ինչ որ մի պահ, այսօր վաղը 1 տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի։ Ես ասում եմ Ռուսաստան Դաշնության նախագահի խոսքը, իսկ ինչ որ մի պահ դա պիտի գնա։ Հիմա տակ ինչ է մնում։ Մի Կիևը իր շրջակայքով։ Ասեմ այսպես, հիմա Ուկրաինայի իշխանության Զելենսկու համար գնում է ակնհայտ եւ բացահայտ պատերազմ։ Որ պահին երկու ուժերից մեկը հաղթական է դուրս գալիս, Զելենսկին իշխանությունը հանձնելու է կամ իր ֆիզիկապես չգոյությամբ, կամ հրաժարականով, կամ փողոցով, ոնց ուզում եք նայեք։ Ես հիմա ասեմ, կենտրոնական հետախուզական վարչություն ունի 2 թեկնածու։ Եվ մի 6-ը Բրիտանիայի արտաքին հետախուզությունը եւս 2 թեկնածու։ Ուրեմն Բրիտանիայի թեկնածուներից մեկը Զալուժնին, որը ամենաբարձր վարկանիշ ունի այսօր, այս վերջերս օրինակ ՆԱՏՕ-ի հետ կապված բավական խիստ շեշտադրումներով մտքեր էր արտահայտել, անգամ Բրիտանիայի արտգործնախարարը Կիևում Բրիտանիայի դեսպանը քննարկման էին մասնակցել Զելենսկու հետ, Ուկրաինայում էր այդ ժամանակ գտնվել Ուկրաինայի դեսպանը Բրիտանիայում Զալուժնին, որին չէին հրավիրել։ Երբ որ լրագրողները հարցնում են, գիտեք ինչ պատասխան ասում է, դե այդ արտգործնախարարն է ասել Ուկրաինայի, ասել է, այդ ինքը գիտեր, ինքը պետք է գար, ասում է, մենք ինչ հրավիրեինք։ Հասկանալի է, չէ, որ այսօր Զալուժնին ամենաբարձր վարկանիշ ունի, համարվում է Բրիտանիայի, հա, թեկնածուն։ Բայց ես կարծում Զալուժնին հայտարարությունները եւ նախկինում եւ ներկա, ուրեմն խիստ նման է ժամանակին Բոգդան Խմելնսկու կեցվածքին։ Այսինքն տեսականորեն, եթե ինքն է դառնում Ուկրաինայի նոր ղեկավարը, որոշում է կայացնում, որ Ուկրաինան ամբողջությամբ, այդ թվում նաև արևմտյան շրջաններով, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ։ Արյերույթ տարօրինակ չէ որոշումը, բայց գիտեք ինչ է, Զալուժնին ոտքի վրա $1 տրիլիոն ավել փող աշխատում։ Ինչու՞։ Որտեղ Ուկրաինային են գումարները, որ տալիս են եվրոպական երկրները, բոլոր պարտքա։ Նվեր չեն տալիս։ Հիմա երբ որ Ուկրաինան դառնում է Ռուսաստանի մաս, ասենք ազգային պետության կարգավիճակով, այս ազգային հանրապետություն, իսկ այդպիսի ստատուս կա, չէ՞։ Ռուսաստանում դեռ 3 աշճանակարգ կա, էլի, կարգավիճակային, ամենաբարձրը սա։ Հիմա եթե ինքը այդպես մտնում է, ապա Եվրոպան ումից է ուզելու այդ $1 տրիլիոն ավել գումարը։ Չկա տես պետություն, ու թեման փակվեց, չէ։ 1, երկրորդ 100% երաշխավորված Ուկրաինայի տարածքը արդեն Ռուսաստանը վերականգնելու է, որպես իր կազմի մեջ մտող միավոր։ Ընդունենք, այսինքն նաև ներդրումներ է, չէ, գնալու։ Հիմա պատկացեք Ուկրաինան չկա Ռուսաստանի կազմի մեջ չի եւ առանցին պետություն է, ինչ որ տարածքներով։ Էական չի հիմա այստեղ։ Այդ երկի ղեկավարը պետք է փակի այդ $1 տրիլիոն ավել գումարը։ Քանի սերունդ պետք է աշխատեն։ Ավերված տնտեսություն ոչ մի բան չկա, այսինքն ինչ է վաճառելու բացի ընդերքից, որը ԱՄՆ-ին է տալու։ Կոպիտ ասած դառնալու է հանկահունքային կծոր, չէ՞։ 1, երկրորդ, դեռ հարց է քանի սերունդ պետք է աշխատի, որ այդ պարտքը փակի։ Եվ ով ասում, որ Ուկրաինան բացի հանկահունքային կծորթի կարգավիճակից պետք է դառնա արտադրական պոտենցիալ ունեցող երկիր։ Ասենք արևմուտքը չի պետք է ներդրում անի
այդ ավերված չէ երկրի տնտեսությունը, գործարանները, ամեն ինչ ավերված է։ Ես ուղղակի շատ խիստ պրագմատիկ զուգահեռ եմ տանում։ Ինչ ասել է անկախ Ուկրաինա, շատ փոքր տարածքով, հա, այդ նույն Ուկրաինայի տարածքից ինչքան շրջաններ, 4 շրջան, Դոնեցկ, Լուգանսկ, Զապորոժե, Խերսոն եւ Ղրիմ։ Սա արդեն անջատված է, ճիշտ է։ Հիմա առնվազն 5 շրջան բուֆերային գոտի է Ռուսաստանի զինուժը ստեղծում։ Դա ակնհայտ է։ Օդեսա, Նիկոլաև, Դնեպրոպետրովսկ, Խարկով եւ Սումա։ Հիմա գնանք արևմուտք։ 5 շրջան, որտեղ Ռուսաստանի նախագահը ակնարկում էր կամ բաց էր ասում, որ դա Լեհաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքներ են, չէ՞։ Դու պատկասեք այդ տակի Ուկրաինայից ինչ ամնում, որը $1 տրիլիոն տիպարտ փակի, ավերված տնտեսություն ոտի կանգնացնի, ով է ներդրում անելու Աստված գիտի, ճիշտ է։ Եվ սա մի ուրեմն բանն է, սցենարը։ Երկրորդ սցենարը, երբ որ Ուկրաինան ամբողջապես մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, այդ $1 տրիլիոն այլևս տեղի բնակիչը չի փակելու, չէ՞, ինքը պետք է աշխատի, չէ՞, փակի Ուկրաինայի քաղաքացին։ Ինքը չի փակելու, որտեվ այդպես պետությունը այլևս գոյություն չունի։ Ռուսաստանը ասելու է, ում տվեք գնացեք նրանց ուզեք, դες պետություն չկա։ Իրավ հաջորդել չկա։ Եվ երկրորդ, այդ ավերվածը Ռուսաստանը պարտավոր է եւ անելու է, վերականգնելու է, որտեղ մեծ հաշվով իր մեծ սուբյեկտի մի էլեմենտ է, չէ՞ դառնում։ Որ ինքը չի թողի, ասենք դա ավերված մնա։ Վստահաբար ոտի է կանգնեցնելու եւ այստեղ եթե մենք ավելի պրագմատիկ ենք նայում, իսկ պրագմատիզմը գալիս է հետեւյալին, որ Բրիտանիայի ներկայացուցիչ Զալուժնին մի կողմից եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆյոդորովը նախկին պաշտպանության նախարարը։ Հիմա երկու մրցակից կա։ Եթե Ֆյոդորովի հետ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բուդանովն է, որ նախկին հետախուզության ղեկավարը, որ հիմա աշխատակազմի ղեկավարն է, այո, սա մի թիմ է, եւ Զալուժնին ներկա պաշտպանության նախարարը, որի հետ շատ մտերիմ են։ Սա էլ բանն է, ասենք բրիտանական թևն է, հա։ Եվ մրցակցություն է գնում մահուկենաց, որ պահին ձեզ վստահեցնում եմ, կամ կենտրոնական հետախուզական վարչությունը կամ մի 6-ը, երբ որ հաղթում են, թե ում ներկայացուցիչը պիտի Զելենսկու տեղը լինի, արդեն որոշումը կա։ Ենթադրենք ամերիկացիներն են հաղթում։ Զելենսկու հարցերը լուծվում է, ձեզ վստահաբար եմ ասում։ Զելենսկին թե ոնց է գոլոշանալու, այդ արդեն Զելենսկու խնդրեմը կլինի։ Եթե բրիտանացիք են հաղթում, նշանակում է պատերազմը շարունակվում է, բայց արդեն նոր ղեկավարներով Զելենսկու հարցը այս կամ այն ձևով լուծված է։ Եվ հետաբար Ուկրաինայի պատերազմը ինքը երկիր մոլորակի համար է ճակատագրական, որտեղ այդ պատերազմի կասեցումը, կանգնեցումը նշանակում է աշխարհակահաղական նոր իրողությունների արձանագրում, որտեղ ասենք առնվազն 3 պետություն սկսում են աշխարհի ազդեցության տարածքները գծել՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։ Այսինքն ինքը մեծ հաշվով դառնա ՄԱԿ-ի իրական անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Հիմա 5 անդամ կան, չէ՞, որի մեջ բացի նշած 3 պետություններից նաեւ Ֆրանսիան ու Բրիտանիան են։ Հիմա այն երկուսին դուրս են դնում եւ այս 3-ով են որոշելու։